Անցյալ անգամինս որ վերջացած կարծարությունները եւ նոր նյութեր դանցնենք, ինչ կպատրաստվեի այս շաբաթ, որ նոր նյութեր դանցնենք, դեսա թե երեք կարծարություններ եւս կան, որ օգտակար հարցումներ են, որ կրնակ վրան անցնել եւ այսօր անոնք պիտենենք նախքան մյուս նյութերուն անցնելու, քիչ ավելի խորհուրդ նյութեր մեջ վերտանք դերգամի քալ շաբաթ, բայց այսօր ասկար հարցումները գուզեմ ծեր արչեւ տնել եւ նայել թե Աստծո խոսքը ինչ կսե աս հարցումներուն դիմաց։ Առաջին հարցումը, որ պիտի հարցնենք եւ փորձենք պատասխանել Աստծո խոսքեն, այն է, որ ինչպես կրնամ Աստծո գամքը գտնալ իմ յանքիս համար։ Շատ անգամ մենք կփարտացնենք այս Աստծո գամքը, մեր շուրջն է, մեր մեջն է, բայց կփնտրենք երկինքեն այսպիսի նոր հայտնությունը, որ պիտի չնա վրանից եւ մեզի այսպես կայծակի պես պիտի զարնե, ասելով որ ասիգա է Աստծո գամքը եւ հիմա ասիգա պետք է նես։ Բայց իրականությունը այն է, որ մենք շատ թյուրջամբ կրնանք գտնել Աստծո գամքը, եթե կփնտրենք, փնտրեցեք եւ պիտի գտնեք, դուրս զարգեք եւ պիտի բացվի ցեզի Հիսուս բարաբիճը սավ այդ խոսքերը։ Եվ առաջին բանը, որ գրնան գնել Աստծո գամքը հասկանալու, աղոթել այն աղոթքը, որ Պողոս Արաքյալը աղոթեց, երբ որ Դամասկոսի ջամփուն վրան էր եւ Հիսուսի հանդիպեցավ, Գործք Արաքելոց 9:6-ի մեջ 9:6-ի մեջ կգարտանք, որ Պողոս Արաքյալ այս աղոթքը կգսե. «Դեր ինչ կուզես ընեմ»։ Աստուծո գամքը ընելու համար նախ կամեցողություն պետք է։ Շատ անգամ Աստված մեզի գահիտնի էր գամքը, բայց մենք պատրաստ չենք գնելու եւ գսենք Աստված բամը չսերգոր, Աստված չի հայտնեց մեզի, որովհետեւ մեր հաշիվին չի կար, կամ թե չի սիրեցինք Աստուծո գամքը մեզի հայտնված եւ կփորձենք ուրիշ գամքը փնտրել։ Եվ ընդհանրապես այդ գամքը պիտի լա մարդկային գիտությունով, մարդկային հասկացողությամբ եւ մարդկային խորհուրդներով վիճակը, որ մեզի շատ ավելի հաճելի պիտի թվի, բայց իրականության մեջ ադիգա Աստծո գամքը չէ։ Աստված մեզի իր գամքը 4 կերպերով կհայտնե եւ ամեն բան, որ Աստված կնե, պետք է համեմատի այս 4 գեդերուն հետ, որովհետև Աստված ստեղծեց այս 4 միջոցները իր գամքը հասկացնելու եւ եթե մենք մեր գլխեն ուզենք բաներ անել եւ ուզենք գտնել ուրիշ գամքը, պիտի գտնենք, բայց ադիգա Աստծո գամքը պիտի չլա։ Որոնք են այս կորձիկները, որ Աստված մեզ տված Աստծո գամքը գտնելու, առաջինը կգտնվի Սամոս 119-ի մեջ, Սամոս 119, 105, որ գսե քու խոսքդ իմ ոտքերուս ջրակ է ու իմ շավիներուս լույս։ Այս խոսքը այս համարը շատ լավ գիտենք, երկեր կան ասոր վրա, բայց արդյոք իրապես իրականություն է մեր կյանքերու մեջ։ Քու խոսքդ իմ ոտքերուս ջրակ է։ Մեկը որ գջամփորթե գիշերադեն լույս պետք ունի։ Եվ Աստծո խոսքը ինչպես հոգևոր աշխարհի մեջ կջամփորթենք խաբար աշխարհի մեջ, կաբրինք խաբար աշխարհի աստեցության մեջ, սակայն մենք հավատացյալներս Աստծո խոսք ունենք որպես լույս, որ մեզի գրնա առաջնորդել այս մութ ճամփաներուն մեջ։ Իմ շավիղներուս կսե լույս կուտա։ Արդյոք կփնտրես Աստուծո խոսքը քու ընելիքներուդ մեջ։ Եվ ցեզի ասեմ, Աստված երբեք բամը պիտի չուզե, որ ընենք, որ Աստուծո խոսքին հագարակ է։ Ամեն բան պետք է Աստուծո խոսքին համաձայն լա։ Եվ Աստուծո խոսքին համաձայն եղած բանը Աստուծո կամքին մեջն է։ Ուրիշ ցեմը, որ նոր գդագարանի մեջ ասիգա գգարտանք եւ Աստված կկործածե որպես իր գամքը հայտնե, Գործք Արաքելոցի մեջ կգտնենք
աշակերտները շատ անգամ գանտբին ասոր, որ իրենց սկսե փորձարակելոց 8-ը 29 եւ հոգին ըսավ Ֆիլիպոսին մոդեցիր ու այդ կարգին քով քնա հոգին գարաչնորթե մեգումը որ փամ ընե կամ չնե հիմա ուրիշ համարնար գա ասալ գարտեմ վանգեվեջ ավելի բիդի բացադրեմ կորցկարակելոց 16:7 կսե երբ Մյուսիայի գողմերը երթալով գչանային թեպի Փյութանիա երթալ հոգին թող չդվավ անոնց հոգին թող չդվավ անոնց հիմա մեկը պիտի ասե ինձ օրը հոգին թերփամը չէ ասած կարելի է որ եթե այդպես կսկաս կարելի է որ թուն աստուծո հետ մոդեն չես գալեր աստուծո խոսքը այնքան չես էր որովհետև գիտած լանք որ Սուրբ ոգին գործած է աստուծո խոսքը մեզի եւ գուղե գարաչնորթե մեր շավիղներու մեջ եւ աստուծո հոգին ցայնը լսելու համար վարժություն պետք է եւ մեր ագանչները եթե վարժված չեն հոգին ցայնը լսելու որովհետեւ լեցված են ամեն տեսակ ուրիշ աղմուկներով երբեք կարելի պիտի չլա Սուրբ ոգին ցայնը լսել անոր համար մենք մեր մենիկ բահերը պետք ունենք աղոտքի բահերը մեր խոգումի խոգալու ժամերը պետք ունենք աստուծո խոսքին վրա meditate եւ հոն է որ Սուրբ ոգին ցայնը գսկսենք լսել եւ վարժվել եւ Սուրբ ոգին խոսի մեր մեջ շատ անգամ սակայն դժվարություն այն է որ մենք պատրաստ չենք լսելու եւ աղմուկներու մասին որ խոսեցա այն է որ շատերս այսօր երբ որ փամը գբադայի մեզի եւ գուզենք գիտնալ ինչ պիտի ունենք գերտանք օդար դեղեր օդար անցերու ոչ հոգեվոր անցերու եւ անոնց մեր խորուրդ կփնտրենք եւ քանի որ ամեն տեսակ խաղապարներ ներս կառնենք մեր մտքերու մեջ որ հագասուրբ կրային են ընդհանրապես աշխարհեն ինչ որ պիտի առնենք հագասուրբ կրային է Ադոր համար գշվարինք եւ Սուրբ ոգին ցայնալ անգարող գլանք լսելու երրորդ ծևը որ աստուծո գամքը գրնանք գտնալ կգտնվի Արագած 11:14-ի մեջ Արագած 11:14 գսե ժողովուրդը առանց խոհագանության կգործանի, բայց խորհրդականներու բազմությամբ փրկություն կլա։ Խոհագանություն առաջնորդություն բառն է, գսե բայց խորհրդականներու բազմությամբ փրկություն կլա։ Այսինքն մենք խորհուրդ տվողներու պետք ունենք, բայց անշուշտ քիչ առաջի այս խորհուրդ տվողները որոնք են մեզի Եթե աստվածավախ մարդիկ են, պիտի ստանանք աստծո խոսքեն խորհուրդներ։ Իսկ եթե աշխարհային մարդիկ են, անոնցը պիտի ստանանք աշխարհային խորհուրդներ։ Եվ ադոր համար աստծո խոսքը շատ շեշտ կտնե մեր բարեկամներուն համար, մեր ընկերակցության վրայով, որովհետև մեր ընկերակցությունը գտնա մեզի մեծ աստեցություն ցկել մեր վրա, ու ամիջական շրջանակը որոնք են այն անցիկը որոնք են որ կամիջական շրջանագիտ մեջ են եւ երբ որ փանիմը պետք ունենաս նեղությամբ մատնվիս որոնց կդիմես օգնության համար ասիգա շատ կարեւոր է եւ անշուշտ այս խորհուրդ տվողներու մեջ տարբեր անցիկան եւ առաջին բաժինը գնա ծնողներուն Եփեսացիս 6:1 ոստեղը բոլորս ծնողներ ենք եթե զավակներ կան կրնան այս պատվիրանը առնել իրենց իբր նշանապան կսե Եփեսացիս 6:1-ի մեջ որդիներ ծեր ծնողներուն հնազանդ եղեք դերոճմով վասնզի այդ է արժանի ուրեմն ծնողները Արագածի մեջ ալ նորեն
կխոսի այսօր մասին արագած 3 մեգեն 4 Որթյագի մի մորնար իմ օրենքս հաբակու սիրտը թող իմ բադվիրաններս պահե վասնզի քեզի երգային օրեր ու գենթանության դարիներ ու հաջողություն պիտի ավելցնես ողորմությունն ու ճշմարտությունը թող քեզ չթողուն զանոնք քու բարանոցիդ վրա գաբե ու քու սրդիդ տախտագին վրա քրե անոնց այն ադեն աստուծո եւ մարդոց արչեւ շնորհք ու բարի համարում պիտի գտնես ոս քեղեցիկ հետևանքներ կան ծնողներուն խորհուրդը առնելու եւ անոնց սորվեցուցածները կորձածելու համար, որովհետև ծնողները ունին փորձառություն, իմաստություն, եթե հոգևոր ծնողներն են շատ ավելի վստահելի, որովհետև իրենց փորձառությունը գուքա Աստծո խոսքեն եւ այն խորհուրդները, որ գուտան իրենց զավակներուն փոլորնալ օգտակար եւ անշուշտ տեսակ կսե Աստուծո եւ մարդոց արչեւ շնորհք ու բարի համարում պիտի գտնես եթե այն բաներուն հետևից որ քո ծնողներդ քեզ գսեն մանավանդ երբ որ անոնք քո ցանկիտ ավակայդ հետ կապված բաներ են գրնանի լալ քո գողակիցիդ նկատմամբ ծնողդ քեզ գսե աս անցը քեզ համար լավ չէ, բայց դու մսես չէ, ասիգա լավ է եւ վերջավորությունը լավ չի վերջանար ամստանալուծում խնդիրներ գարաչ կուքան, որովհետեւ այդ անցը ծնողքին իր ծնողքին խորհուրդներուն իր ծնողքին փորձառության իմաստության չվստահեցավ կամ ինքը իր ուզածը ուզեց անել Անգևերջ խորհուրդ տվողներուն կարգին գինան հովիվներ Եփրայեցիս 13-17 Սեցեր առաջնորդներուն մդի գրեք ու անոնց հնազանդեցեք, վասնզի անոնք ծեր հոգիներուն համար գսկեն, որբես թե հաշիվ պիտի տան, որբեսի խնդությունով ընեն այն կորձը եւ ոչ թե հարաճելով, վասնզի այն ցեզի օգտակար չէ։ Խոսի առաջնորդների մասին եւ մենք հովիվներու մասին որ խոսեցանք, շատ հստակ է թե որն համար այս առաջնորդները որոնք են եկեցին հովիվները առաջնորդներն են եւ հստակ բادر գուտա որ հովիվներուն թիմեն եկեցի ժողովուրդը որ իրենց խորհուրդը ստանան հոգեվոր խորհուրդը ստանան եւ գծած եղեք որ հովիվները պատրաստ են ամեն ինչով ցեզ օգտակար դառնալու Աստծո խոսքեն ուղղություն տալու եւ անգե ավելի լավ բան մեկը չգնար ստանալ կնաս շատ անցերու երթալ շվարիլ բայց հովիվը որ Աստծո խոսքին վրա կայնած է քեզի գնա մեկ խոսքով շատ մեծ օգտակարություն ըլլալ եւ երրորդ տասագարքի անցիգը որ այս խորհուրդ տալու խումբի մեջ գինան անոնքալ եկեղեցին եւ եկեղեցին անդամներն են կորց կարակելոց 15 25 եւ 28-ը մեզի օրինակը գուտա կսե մեզի միապանությամբ հավաքվածներուս աղեք երևցավ, որ մարդիկ ընտրելով ցեզի գրգենք մեր սիրելիներուն Փարնապասին ու Բողոսին հետ 28-րդ համարքսե բասնզի աղեք երևցավ Սուրբ Հոգին ու մեզի ալ ծեր վրա ավելի փեր տնել այս հարգավոր բաներեն զատ ինչ կբադայի աստեղը եղբայրները Երուսաղեմի մեջ ուզեն ղրգել անցիկ դուրս օգնության
եւ գնդրեն Փարնապասը եւ Բողոսը եւ ասիգա ինչպես կգադարվի եղբայրներու միապանությամբ կսա այսինքն եկեղեցին միապանությամբ եւ ինչպես միապանությունը զորանար որովհետեւ հետաքրքրական է որ 28-րդ համարի մեջ մեզի եւ Սուրբ Օգին գսե աղեք երևցավ որ այս բանը անենք ուրեմն երբ որ եղբայրներ միապան են աղոթքով ձոմաբաությունով ինչ որ այս առաջին տարու եղբայրները շատ գնային այն ադեն Սուրբ Օգինալ գմյանա իրենց հետ եւ իրենց խորհուրդները մեկ կլան եւ կդեսնենք որ առաջին Աստծո խոսքը ասենք երկրորդ Սուրբ Օգին ասենք եւ երրորդ խորհրդադուները, ինչպես ծնողները, հովիվները եւ եկեղեցին բոլորնալ միապանությամբ նույն խորհրդով կառաջնորդվին կալեն, որովհետեւ ամենուն ուղողը Աստծո խոսքն է եւ Սուրբ Օգին կորձիկն է, որ անոնց մտքերը կգարավարե։ Եվ վերջին գերբը, որ Աստված կկործածե իր գամքը ցուցնելու անալ իր բարականեր ստեղծելովն է Աստված բարականեր կստեղծե որ մեզի կստագանա թե ինչ կուզե որ ընենք այսինքն փախուստ չեն ունենար այդ ընելիքեն ուրիշ ծև չի գա ամեն թուրերը կկոցե եւ միակ մեկ թուր բաց կմնա ասոր օրինակը կգտնենք Կորցկարակելոցի մեջ մի քանի օրինակներ կան, քիչ վերջը վրային կանցնիմ, բայց նայեցեք ինչ կսե, Ռոմայացիս 8:28-ի մեջ կսե, սակայն գիտենք, թե ամեն բաները բարի կործագից կլան, անոնց որ Աստված կսիրեն, եւ Աստված այսպես ամեն բաները կբերե իր գամքին։ Այսօր շատ բաներ կան մեր աչքերուն աչե, որ կգարձենք, որ գլուխ առած կերտան այսինքն շտկվել չգա շատ քեշ վիճակ է բայց Աստված այդ բոլորին վրա գիշխե God is in control այդ բարերը ես շատ կխսիրեմ անգլերենով մի քանի երկեր ունի որ միշտ կերքենք եւ Աստված որ control ունի կարող է ամեն բան իր գամքին նվադագեցնել եւ հավատացյալին համար բարի կորձագից կդարձնենք ասե Առաջին Պետրոս 5:7 Ձեր ամեն հոգը անոր վրա ցկեցեք, վասնզի անիգա ցեզի համար գողոքա։ Այս համարը ամենասիրած համարներս մեկն է, այսինքն Աստված արդեն գարկի գտնե ամեն բան։ Երբ որ իրեն գտանինք ամեն բան իրեն գցկենք, գիտենք որ իր նախախնամության մեջ մեզի համար պատրաստած է լավակույնը։ Արագած 16:3 Արագած 16:3 կսե հու կորձերը տերոջը հանցնե ու քու խորուրդներդ պիտի հաստատվին ինչ գեղեցիկ բան կսե քու խորուրդներդ Աստծո հանցնե կսե ու քու կորձերը տերոջ հանցնե կսե ու քու խորուրդներդ պիտի հաստատվին ինչպես կլասիկա երբ որ թուն կսես ով դեր քու զածդ կուզեմ մնել եւ ինչ կխորիկ Աստված պիտի իր ուզածը մեր վրա պիտի հաջողեցնե եւ այդ վստահությունով երբ ամեն բան իրեն կանցնենք մեր գործերը գիտած լանք որ լավակույնը Աստված մեզ համար խոստացած է եւ լավակույնը պիտի մեր խորհուրդները հաստատվին այսինքն Աստված մեզի մեր խորհուրդները պիտի շտկե ուղե որբեսի շիդակ քայլերը առնենք Սամոս 37 3-ն 8-ը շատ գեղեցիկ համարներ են ասում կալգսե դերոջը հուսա ու փարությունները երկրին վրա փնագե ու ճշմարտության մեջ արածվիր ու դերոջմով ուրախացիր քանզի անիգա գուդա քեզի քու սրդիդ խնդրվածները դերոջը հանցնեք ու ջամփատ
ու անոր հուսա եւ անիգա պիտի կդարե ու դուրս պիտի հանե քու արդարությունը լույսի պես ու քու իրավունքը կեսորվան պես Տերոջը համբերե ու անոր սպասե եւ մի նախանցիր իր ճամփան հաջողությամբ կացողին ու խափեություն ընող մարդուն թաթարե բարգութենե ու սրտողիլը վերջացուր մի նեղանար որ չարություն անել չփորձվիս այս համարները շատ կեցիկ են գարձեմ բացադրություն չեն ուզեր նորեն գսե դերոջը ցկե ամեն բան դերոջը ցկե դերոջ մեղությունա դերոջ մե առաջնորդվի դերը ամեն բան շիդակ տեղը պիտի հանե եւ օրինակներուն մասին որ խոսեցա առաջին օրինակը որ գուզեմ դալ 5 դագարանեն Ծննդոց 31-2-ի մեջն է, ասիգա Հակոբին եւ Լապանին իր քերին պատմությունն է, որ Հակոբ կացած էր Լապանիկով, օմփնագալ իրեն հետ մնալու, որտեղ իր Եսավ եղբայրեն գփախեր, գսե երկրորդ համարի մեջ Հակոբ Լապանին երեսը դեսավ եւ ահա իրեն երեկվան ու մյուս օրվան պես չէր։ Հակոբի Լապանի վերապերմունքը շատ հստակ գրավ սա Հակոբի որ այլևս ինքը պետք է իր Լապան մորեղբորմեն բաժնվեր այլևս առողջ չէր այդ հարաբերությունը եւ պետք է ցկեր եւ հերանար իր մորեղբայրը եւ անշուշտ հաջորդ համարի մեջ կսե դերը սա Հակոբին քու հայրերուտ երգիրը ու քու ասկագաններուտ դարձիր ու ես քեզի հետ պիտի լամ բարակաները, վիճակները հստակ կնեն, թե ինչ քայլ պետք է առնենք։ Առաջին Կորինթացիս 16-ին, առաջին Կորինթացիս 16-ին Գսե բասնզի ինձի մեծ ու արդյունավոր թուրմը բացված է ու շատ հագարագործներ կան։ Նայեցեք հոսալ, Բողոս Արաքյալը Կորինթացիներուն գրել որ թուրմը բացված է, Աստված բացավ, շատ հստակ է իրեն համար, որ ադիգ Աստծո բացվեցավ, որովհետև այդ թուրը չեր գնար բացվել ոչ մեկ ուրիշ ցեվով։ Ուրիշ օրինակ մնալ երկրորդ Կորինթացիս 2:12-ի մեջ կսե երբ դրոբաթա ասակ Քրիստոսին ավետարանը կարոզելու կդա թե ինձի թուրմը բացված էր բացած էր դերը նորեն Պողոս Արաքյալը դրոբաթա գասնի գսե թուրմը բացված էր եւ դերը բացած էր գսա դիա Երբ որ Աստված բամն է շատ հստակ կլավ որովհետև կդեսնես որ ուրիշ ցև չկա այսինքն գհստականա եւ անշուշտ այս բոլոր 4 կերպերը որ Աստված կկործածե իր գամքը հայտնելու 4-ն ալ համերաշխ իրարու հետ պետք է կալեն եթե անոնցը մեկը տարբեր բամս է պետք է իդ անգամ եւս դառնանք վերակնել թե արդյոք դեմը բամը փախծուցինք Աստված բամը դարբերսա որ մենք ուզեցինք դարբեր հասկանալ որովհետև այդա գնենք մարդենք սխալական ենք եւ շատ անգամ մեր ուզածը կգարձենք որ Աստծո ուզածն է եւ եթե այս 4 միջոցները նույն ուղղությունը մեզի գուտան շատ վստահ կնան գլալ որ Աստծո կամքին մեջ ենք Երկրորդ հարցում այսօրվա համար, որ պիտի սերդենք, վաու, ժամանակ անցավ, արագ անցնիմ, արդյոք կարելի է, որ մեկը գադարյալ անցլա, ինչ կսե քաղադացիս 5-17-ը մեզի, ադոր մասին։ Շատ ստայ, գսե բասնզի մարմինը գծանգա հոգին հագարակ ու հոգին մարմինին հագարակ և ասոնք իրարու հագարակ են, որ չլա թե ինչ որ ուզեք այն կնեք։ Մարմին եւ հոգին իրարու հագարակ են։ Մինչեւ այնադեմ որ մարմին եւ հոգին իրարու թեմ գործեն, ասել է թե մենք կադարյալ չենք կնար ըլալ։ Եվ առաջին Հովաննու 1-ի մեջ շատ հստակ կնե թե ինչ վիճակ ունի անցքը որ կգարձե թե
ինքը գադարյալ է առաջին Հովաննու 1:8 գսե եթե ասենք մենք մեղք չունենք ինքս ինքնիս կխապենք ու մեր մեջ ճշմարտություն չկա եթե խոստովանենք մեր մեղքերնից հավատարիմ արդար է անիգա մեր մեղքերեն թողություն տալու եւ մեզ ամեն անիրավութենե սրբելու եթե ասենք թե մեղք չկործեցինք սդա խոսք կցուցնենք զանիգա ու անոր խոսքը մեր մեջ չէ Որտյակներս այս բաները ցեզի գսեմ, որբեսի մեղք չկործեք, եւ եթե մեկը մեղք կործելու լա, հորը բարեխոս ունենք Հիսուս Քրիստոս արդարը։ Ոս շատ ստակ կնես է, եթե մեկը գսե մեղք չկործեցի, ինքս ինքը խապե գսե, սա խոս է, որովհետեւ եթե մեղք չկործած Հիսուսի պետք չունի։ Մեկ խոսքով այդս էլ գուզե։ Եվ ամենքս մենք պետք ունենք ամենքը մեղք կործեցինք սա եւ Աստծո փառքեն բացածեն եւ Աստծո շնորհքով է որ մենք մեր մեղքերեն կրնանք փրկվել Սուրբքի մեջ շատ զորավոր անցիկ ունենք իրենց կյանքի մեջ հոգեոր կյանքով բայց բոլորն ալ մեզի մեկ բան գծուցնեն որ ամեն մարդ կրնա ինալ ամեն մարդ կրնա ինալ նույնիսկ Բողոս Արաքյալը նայեցեք ինչ կսե Ռոմայցիս 7:15-ն 21-ի մեջ 15 քանզի ինչ որ գնեմ չեմ ճանչնար չէ թե ինչ որ գուզեմ զայն գնեմ հաբա ինչ որ գադեմ զայն գնեմ բայց եթե ճուզածս գնեմ հավանություն գուդամ օրենքին թե բարի է իսկ արդ ոչ թե ես կնեմ զանիգա հաբա մեղքը որ իմ ներսիտիս է քանզի գիտեմ որ իմ ներսիտիս այսինքն իմ մարմնիս մեջ բարի բամը չի բնագիր վասնզի գամեցողություն գա քովս բայց բարին ու իքորց տնելը չեմ գնար քանզի ոչ թե բարին որ գուզեմ զայն գնեմ հաբա չարը որ չեմ ուզեր զայն գնեմ իսկ եթե ճուզած բանս գնեմ ալ ոչ թե ես գնեմ զանիգա հաբա մեղքը որ իմ ներսիտիս է ուստի ես կգտնեմ օրենքը որ երբ բարին անելը գամենամ չարը իմ քովս կլա կտեսնենք որ Բողոս Արաքյալը շատ հստակ կերպով գսե ասում ինչ որ ես կգարտամ ասկեգասնում Բողոս Արաքյալը զզված է իր վիճակեն գսե ինչ որ չեմ ուզերնել միշտ անիգա գնեմ եւ վստահ եմ որ բոլոր դալ գնաք այսպիսի Բողոս Արաքյալի մեջ նույն խոսքերը ասել ուզես շիդա գնել բայց սխալը գնենք եւ ադիգա կնշանակ եթե Բողոս Արաքյալը եթե այդպիսի վիճակ ունի մենք որքան գնանք նույն վիճակի մեջ ինալ միակ ժամանակը որ հավատացյալը պիտի կրնա ըլլալ գադարյալ երբ է կարդանք Ռոմայցիս 7:24-ի մեջ որ գսե Պողոս Արաքյալը գշանագսե ինչ խղճալի մարդ եմ ես ով պիտի ազատես այս մահկանացու մարմնեն քոչուն Աստծո մեր Տերոջ Հիսուս Քրիստոսին ցերկով ուրեմն ես ինքս մտքով Աստծո օրենքին գծարայեմ ու մարմնով մեղքի օրենքին միան երբ որ հավանականությունը Քրիստոսի հետ բնագինք հոն է որ մեր մարմինը այլևս մեր վրա իշխանություն պիտի չունենա Արաքմը անցնենք Տիտոս 2:12 Տիտոս 2:12 գսե ան մեզ գխրադե որբեսի ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները ուրանանք եւ սկաստությունով ու արդարությունով ու բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ Աստված կուզե որ մենք բարեպաշտության մեջ ապրենք եւ առաջին Հովաննու 3:3 գսե ամեն ով որ այս հույսը անոր վրա ունի ինքսին կմաքրե ինչպես անիգա մաքուր է
Ինչպեսի կյանքը պետք է ապրի քրիստոնյան Աստծո շնորհքով մաքուր կյանքը, մաքուր արդար կյանքը, աստվածասեր աստվածավախ կյանքը, մաքրության եւ սրբության մեջ, որբեսի կարենա հաղթող ըլլալ։ Եվ վերջին հարցումը, այս հարցումներու շարքին ինչու համար փորձություններու մեջ են գանցնիմ։ Շատ փորձություններ կուքան մեզի սատանայեն, ուրիշ անձերեն, կյանքի վիճակներեն, երբեմն մենք մեզի փորձության կմատնենք եւ Աստվածալ գարդոնե շատ մատեներ այս փորձությունները եւ առաջին Պետրոս 4:12 մեզի գսե որ ագնկալենք այս բաները բիդի ըլլան 4:12 սիրելիներ օդար փամի սեբեք այն նեղության փորփոքումը որ ցեզ փորձելու համար գլա որբեսի օդար փամը ցեզի հանդիպած է մի զարմանաք երբ որ նեղության եկանցնիկ օդար փամը չէ առաջին Պետրոս 1:7 որբեսի ծեր հավատքին փորձառությունը, որ կորստական ոսկեն ավելի բադվական է, թե ոսկին գրագով կփորձվի, գտնվի քովությունով ու բադիվով եւ փառքով Հիսուս Քրիստոսին հայտնվելու ադենը։ Ուրեմն այս փորձությունները թանկագին են մեզի համար, որովհետեւ կսե մեզի կմաքրեն եւ մեզի կպատրաստեն որ փյուրեղը լանք երբ որ Քրիստոսի հանդիպինք ուրեմն չներվինք չթունանք չհուսահատինք երբ որ փորձություններու մեջ են անցնենք եւ Հակոբու 1:3-ը մեզի գսե թե ինչ օգուտ կա այս փորձությունեն դուրս գալու մեջ գսե եղբայրներ բոլորովին ուրախության արժանի բան սեբեցեք երբ փորձություններու մեջ ինակ գտնալով որ ծեր հավատքին փորձառությունը համբերություն կներկործե այս մեր փորձառությունները համբերության մեզի կդանին եւ նույնպես Ռոմայացիս 5:3 կգարտանք Se ոչ միան այսքան հաբա նաև նեղություններու մեջ կբարձինք, վասնզի գիտենք թե նեղությունը համբերություն կգործե։ Նորեն Պողոսարաքյալը Հակոբոսի հետ կմիանա ասելով որ նեղությունը համբերություն կգործե։ Առաջին Կորինթացիս 10:13 Սեցեզի մարդկային փորձութենեն զատ ուրիշ բամը չէ բադած, բայց Աստված հավատարիմ է, որ ցեզ պիտի չթողու, որ ցեր կարողութենեն ավելի փորձվիք, հաբա փորձության հետ ազատության միջոց մնալ պիտի դա, որբեսի կարող լաք համբերել։ Բոլոր նպատակը փորձության համբերել սորվիլ է։ Եվ այստեղ Աստված խոստում կուտա, որ մեզի մեր կարողութենեն ավելի պիտի չի դա, որ փորձվինք Պիտի չարդոնե եւ մեզի միշտ միջոցն պիտի դա որբեսի փորձության հետ ազատության միջոցով կարող լանք համբերել թիմանալ դոգալ եւ երկրորդ Պետրոս 2:9 երկրորդ Պետրոս 2:9 Դերը գիտե բարեբաշտները փորձութենե ազատել եւ անիրավները դանչանքի համար Թադաստանի օրվան բահել։ Գեղեցիկ խոստումը նորենք դերը գիտե բարեբաշտները փորձութենե ազատել։ Գիշեք Դանիելը ներողություն Դանիելի ընկերները Սեդրակ Միսակ եւ Աբեդնագով գրագի մեջը անգարելի վիճակի մեջ ով հոնգար իրենց հետ Հիսուս ինքը գրագի մեջ իրենց հետ եղավ եւ երբ որ գրագեն էլ անգսե վրանին նույնիսկ այրվածքի հոտ
չի գար։ Ինչու համար մենք կնանք քաչլալ, չվախնալ, փորձության մեջ չհուսադիլ, Եբրայեցիս 13:5-6 Փարքերնիտ արծաթասեր չլա փավագան սեբեցեք որ չափան որ ցերքերնիտ գա վասնզի ինքսավ թե փնավ քեզ բիդի չթողում ու փնավ քեզ երեսե բիդի չծկեմ այնպես որ գամարցակին գսելու դերը իմ օկնագանս է ուստի ես բիդի չվախնամ մարդը ինձի ինչ բիդի անե ակամ եւս գեղեցիկ Խոստումներ Փնավ քեզի բիդի չթողում ու փնավ քեզ երեսե բիդի չծկեմ եւ մենք կսկրնանք գսել վստահությունով որ դերը իմ օգնականս է մարդը ինչ կրնա ինձի անել մորդացած եմ վերջարության երկրորդ Տիմոթեոս մեզի ոստերը գսե որ շատ անգամ մեր նեղություն գրելու պատճառը այն է որ մենք կուզենք աստվածաբաշխության մեջ մնալ եւ ամեն անոնք որ գուզեն աստվածաբաշխության ապրիլ Քրիստոս Հիսուսով հալածանք պիտի գրեն ոստեղը շատ հստակ կլա որ եթե իրապես կապրինք Քրիստոսի համար նշանները մեկը այն է որ հալածանք պիտի գրենք եւ եթե չենք գրեր դերս մենք մեզի պետք է քնենք տեսնել թե իրապես կապրինք Աստծո զածին մեզ եթե ոչ աշխարհի մեջ աշխարհին մեզ կապրինք որովհետեւ երբ որ աշխարհին է դες աշխարհը քեզի չի տպար ինչ էր Բողոսարակյալին վերապերմունքը դժվարության արչեւ կորցկարակելոց 5:41 Անոնքալ ադյանեն կացին ուրախանալով որ դերոջ անվան համար արժանի եղան անարգվելու ասվեգը դժվար բամանենելա բայց կտեսնեք Բողոսարակյալին թիրքը երբ որ իրենց թադի քաշեցին ներեցին ձեզեցին ուրախացան որ գսե Քրիստոսի անվան համար անարգվեցան եւ Հիսուսալ պատվիրեց Հովաննու 15-ի մեջ ասելով որ աշակերտը իր դերոճմեն ավելի մեծ չէ եթե ինձի այսպես կնեն գիտած եք որ ցեզիա բիդի անեն եւ այս փոլորին մեջ մենք խոստումներ ունենք որ Հիսուս տվավ մեզի առաջինը Հովաննու 14:27 խաղաղությունը գթողում ցեզի իմ խաղաղությունս կուդամ ցեզի ոչ թե ինչպես աշխարհ գուդա ես ցեզի գուդամ սրդերնի չխրովի ու չվախնա այս փոլորի մեջ մենք խաղաղ գնանք գալ երբ որ մեր վստահությունը Քրիստոսի վրա է Հովաննու 16:33 այս բաները ցեզի խոսեցա որբեսի ինձմով խաղաղություն ունենաք աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք բայց կաչասիրտ եղեք ես աշխարհին հաղթեցի Բողոս Հովաննես Արաքյալը այստեղը Հիսուսի խոսքերով գուզեմ մեզի քաչալերել չեմ գիտեր ինչ վիճակները գանցնի այսօր բայց խոստումը բոլորիս նույնն է եւ մենք կրնանք այս խաղաղությունը վստահություն ունենալ երբ որ կգադարենք այն բադվիրանը որ առաջին Պետրոս 5:7 մեզի սավ գսե նորեն գարտամ ծեր ամեն հոգը անոր վրա ցկեցեք վասնզի անիգա ցեզի համար գողոքա դերը գողոքա ես ինչ հոգնեմ եւ անհոգ բարը շատ հաճելի չի թվիր մեգում եթե անհոգս ես քեշ տպավորություն մեգում համար անհոգ որսվի քեշ տպավորություն գարնեն անոր վրա բայց զիսեմ որպես հավատացյալներ անհոգը լալը Քրիստոսով ամենալավ բանն է ցեզի պիտի խրադեմ որ այսօր անհոգը լակ դերոջ վրա հոգենի ցկեցեք որովհետև ան
մեր հոգերը կհոգան։ Դերը օրհնե բոլորիդ։